Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր ապրիլի 13-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր մենք կխոսենք Հունգարիայում անցած պարլամենտական ընտրությունների, որոնց արդյունքում Վիկտոր Օրբանը պարտվեց, ինչ է դա նշանակում Եվրոմիության համար, Ուկրաինայի համար, ինչ է նշանակում Հայաստանի համար, դուք հիշում եք Վիկտոր Օրբանը պարբերաբար օգտագործում էր վետոյի իրավունքը Հայաստանի Եվրոմիության հետ հարաբերությունների առանձին ծրագրերի վրա օգտագործում էր վետոյի իրավունքը անպայման այսօր կքննարկենք դա ինչ է նշանակում եվրոպական քաղաքականության համար հետևանքներ մի շարք երկրների վրա դուք գիտեք որ բանակցությունները Միացյալ Նահանգներ Իրան, որը տևում էին այս վերջի 2-3 օրը, չտվեցին արդյունքներ, ինչ է լինելու պատերազմական գործողություններ կշարունակվեն, թե Միացյալ Նահանգները այլ ճանապարհով կգնան, ժամանակը ցույց տվեց, որ Դոնալդ Թրամփը դժվար է դիվանագիտությունով շարժվում, ավելի շատ ինքը շարժվում է էմոցիոնալ արձագանքներով, ուժային քայլերով, նայենք կվերսկսի ինքը ռազմական գործողությունները Իրանի դեմ, ինչ հետևանքներ դա կտա, բայց ամենակարևորը գլխավոր պատճառներ մենք այսօր կքննարկենք, ինչու Միացյալ Նահանգները չկարողացան գան ընդհանուրի Իրանի հետ։ Ես այսօր նաև մի քանի հիբրիդային պատերազմի Հայաստանի դեմ ուղղված Ռուսաստանի կողմից օրինակների մասին կասեմ, որ մենք եւ մեր հասարակությունը եւ մեր սփյուռքայությունը ուշադիր լինեն, հասկանան, որ դա հիբրիդային քայլեր են մեր պետականության դեմ ու անպայման մի քանի խոսք Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ օրինակ Կուբայի ուղղությամբ ուրեմն ունենք քննարկելու հարցեր սկսում ենք մեր աշխատանքը Դուք հիշում եք, որ ես դες ասել եմ, որ մեր YouTube-յան ալիքը ինչով է առանձնահատուկ, մենք չկանք այս կուսակցական ներքաղաքական պայքարի մեջ, մենք անաչար ենք, ինչը անչափ կարևոր է այսօր այս նախընտրական պայքարում, որը վաղուց է սկսվեց, մինչդեռ նախընտրական պաշտոնական պայքարը պետք է սկսվի մայիս ամսին, այս ամսվա, ուրեմն խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, որ այս ճշմարտությունը, այն օբյեկտիվ ինֆորմացիան, որը մենք տալիս ենք, տարածվի ակտիվ սփյուռքայության մեջ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ։ Ուրեմն սկսում ենք այսօրվա աշխատանքը, ես պետք է ասեմ, որ ամերիկացիք ասում են, որ գլխավոր 2-3 հարցեր էին, որտեղ որ կողմերը չեկան ընդհանուրի։ Դա միջուկային ծրագիրն է Իրանի, դուք գիտեք, Միացյալ Նահանգները ոչ միայն դեմ են կտրականապես որ միջուկային զենք ստանա Իրանը, բացի դրանից իրանք ասում են, որ Իրանը պետք է հրաժարվի այն հարստացված ուրանի, որը ունի, պետք է դուրս բերվի Իրանից, եւ Իրանը պետք է հրաժարվի հարստացնել ուրանը։ Բացի դրանից մեծ տարաձայնություն առաջացրեց Հորմուզի նեղուցը։ Հորմուզի նեղուցը հիմա վերահսկում է Իրանի կողմից ու Իրանը չի ուզում այդ վերահսկողությունից հրաժարվել, ամերիկացիք պահանջում են, որ Իրանը Հորմուզի նեղուցը բացի ու բացի դրանից միայնակ չկառավարի։ Բացի դրանից պարզ է ամերիկացիք այլ հարցեր դնում են, օրինակ, որ Իրանը չօգնի Հեզբոլլային, Հուսիներին, Համասին, այս 3 հարցերը գլխավոր հարցերն էին, որտեղ որ կարծիքները տարբեր են։ Իրանը տարբեր մակարդակներով նախագահ Պեզեշկյանի, արտգործնախարարության, արտգործնախարար Արաղչիի մակարդակով խոսում էր դրա մասին, որ մաքսիմալիստական մոտեցում ունեն Միացյալ Նահանգները ու դա չի աշխատի, Իրանը չի համաձայնվի ու իրոք մեկ բան պետք է ասեմ։ Իրանը ասում է օֆիցիալ մենք չենք պլանավորում միջուկային զենք ստեղծել, բայց մենք ուզում ենք հարստացնել ուրանը, որ օգտագործենք օրինակ ատոմակայանների աշխատացնելու համար։
ու Իրանը ասում է մենք իրավունք ունենք խաղաղ ճանապարհով միջուկային ծրագրեր իրականացնել։ Ամերիկացի կտրականապես դեմ են, քանի որ չեն հավատում, որ դա չի օգտագործվի հարստացումը ուրանի, որ ստանա միջուկային զեն։ Ուստեղ այդ մաքսիմալիստական մոտեցումը Միացյալ Նահանգների պարզա ձախողման բերեց։ Բացի դրանից կա ինֆորմացիա, որ բավական լարված էին գնում այդ բանակցությունները, օրինակ Ուիտկոֆը Միացյալ Նահանգների կողմից եւ առաջին արտգործնախարարը Իրանի բավական ծանր բանավեճեր ունեցել են ու ճիշտը ձեզ ասեմ, որ դա խոսում էր նրա մասին, որ իրոք դժվար են գնում գործերը ու տարբեր ինֆորմացիոն աղբյուրներից մենք ստացանք այն ինֆորմացիա, որ ծանր էր նաև մթնոլորտը, շատ լարված էր։ Հաշվի առնելով նաև, որ Ուիտկոֆը այդ ընկերները Դոնալդ Տրամպի, որոնք շատերը բիզնեսից են գալիս, հաճախ չեն հասկանում այլ երկրների դիվանագիտական ավանդույթները, չեն հասկանում ոնց ում հետ խոսել, հարուստ մարդիկ են փորձում են թելադրել խաղի կանոնները, առանձին դեպքերում դա չի անցնում, օրինակ Իրանի դեպքում չի անցնում։ Ուստեղ կարևոր չի ով ճիշտ է, ով սխալ է։ Դիվանագիտական մեխանիզմները չեն օգտագործվում, ինչը շատ վատ է։ Հիմա Թրամփը ասեց, որ բան չստացվեց, ինքն էլ ասեց, ինքը ասեց մենք հիմա մտածում ենք ուժով բացել Հորմուզի նեղուցը, իրանցիք պարզ է պատասխանում են, որ ոչ մի բան չի ստացվի, մենք վերահսկում ենք, ես պետք է ասեմ, որ այդ վերահսկողությունը հիմնված է ոչ թե Իրանի ռազմական նավատորմի վրա, ռազմական նավատորմը բավական ուժեղ թուլացել է, ուժեղ հարվածներ ստացե Միացյալ Նահանգների կողմից, դա է պատճառը, որ հիմա Իրանի ռազմական նավատորմը վատ վիճակում է գտնվում, բայց Հորմուզի նեղուցը վերահսկում է Իրանը ոչ թե մեծ ռազմական նավերով, այլ կատերներով, փոքր նավերով, որոնք շատ դինամիկ են, բայց կարողանում են վնաս հասցնել այն լցանավերի, այն երկրների, ով կռվում է Իրանի դեմ, ով դեմ է Իրանին, Իրանը չի թողնում, որ իրանց լցանավերը անցնեն Հորմուզի նեղուցը։ Ու բավական դինամիկ են, մեծ թվով այս ձևի կատերներ, դա ապահովում է Իրանի գերիշխումը այդ նեղուցում։ Հիմա Դոնալդ Տրամպը ասում է, որ մենք եւ ծովային բլոկադան կսկսենք, շրջապակումը Իրանի ծովերից կսկսենք, ոնց արեցինք Վենեսուելայի դեպքում, բացի դրանից փորձենք մեր նավատորմով բացել Հորմուզի նեղուցը։ Նայեք ոնց է զարգանալու, նույնիսկ Դոնալդ Տրամպը ասեց Մեծ Բրիտանիան մեզ կօգնի, որ այդ ծովային ականներից ազատվի Հորմուզի նեղուցը, Մեծ Բրիտանիան ասեց, որ այս ձևի բանի վրա մենք համաձայնություն չենք տվել, տեղը դրեց Դոնալդ Տրամպին։ Նայենք ուր է գնալու, Դոնալդ Տրամպը անընդհատ սպառնում է, շարունակում է սպառնել, բայց մեկ բան ինքը ասեց, իրոք իրանցիք շատ լավ բանակցողն են, շատ մենք իրենց հարգեցինք, այդ բանակցային process-ը ինքը ասեց շատ ծանր էր գնում, բայց իրանցիք պաշտպանում էին իրենց շահերը, բայց մենք ինչ-որ քայլեր կանենք։ Ինչ եմ ուզում ասել, մի քիչ մանրամասնությունները ներկայացնելով, որ դուք հասկանաք ինչքան ծանր են գնում բանակցությունները, ինչը մարդկանց, ովքեր փորձ ունի, դիվանագիտական, քաղաքական, վերլուծական, պարզից էլ պարզ էր, եւ որ զինադադար հաստատվեց, կնքվեց 2 շաբաթյա, ամերիկացիք, իրանցիք համաձայնվեցին, երբ որ նախապայմանները ես կարդացի իրանցիների եւ նախապայմանները ամերիկացիների, պարզ դարձավ, որ երկու հարցերով նվազագույնը ոչ մի ընդհանուրի չեն գա միջուկային ծրագրերի հետ կապված Իրանի ու ոչ մի ընդհանուրի չեն գա Հորմուզի նեղուցի հետ կապված։ Իրանը կյանքում չի տա կամավոր վերահսկողությունը Հորմուզի նեղուցի այլ երկրներին կամ համատեղ վերահսկողություն, ինչը առաջարկում է Տրամպը կյանքում ու սուվերեն իր իրավունքից չունենալ հարստացված ուրանը այդ սուվերեն իրավունքից Իրանը չի հրաժարվի։
Հիմա նայենք ուր է գնալու զարգացումը, դուք գիտեք ամբողջ աշխարհով մեկ հիմա քննադատում են Տրամպի այդ պատերազմի համար, Ամերիկայի ներսում ահավոր դժգոհություն է դրանից, նաև հանրապետական կուսակցությունում, նայեք ուր է գնալու զարգացումը։ Հիմա ես ուզում եմ անցնել անցուդարձներին, որոնք նաև կապված են Հայաստանի հետ, նաև կապված են Ռուսաստանի հետ, նաև կապված են հիբրիդային պատերազմի հետ, որը վարվում է Հայաստանի դեմ։ Ուրեմն ես միշտ ասում եմ, որ գործող իշխանությունների արտաքին քաղաքականությունը բավական ակտիվ է ու դա շատ կարևոր է, որ մենք կանք աշխարհում։ Օրինակ Հայաստանը շատ ուշադիր է այն խնդրանքների տարբեր երկրների, ում քաղաքացիները լրվեցին Իրանում։ Հայաստանը օգնում է, որ Հայաստանի տարածքով այդ մարդիկ դուրս գան անվտանգ ու վերադառնան իրենց երկրները։ Ես ձեզ պատմել եմ շատ ու շատ պատմություններ։ Հիմա արտգործնախարարը Հնդկաստանի շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանին, որ 312 հնդիկներին դուրս բերեցին Իրանից անվտանգ ու իրենք Հայաստանի միջոցով կարողացան վերադառնալ Հնդկաստան։ Ռուսաստանի հետ կապված Էստոնիան հրաժարվեց Ռուսաստանի լցանավերը, տանկերները ձերբակալել Բալտյան ծովում, այդ հյուսիսային երկրների ծովերում։ Դուք գիտեք, Շվեդիան, այլ հյուսիսային երկրները ձերբակալեցին մի քանի լցանավեր Ռուսաստանի, բայց Էստոնիան հրաժարվեց, Էստոնիան ասում է մենք շատ խոցելի ենք, Ռուսաստանը ունի մեզ այդ ցամաքային սահման, ցանկացած պահին կարող է ուժ կիրառել, դա է պատճառը, որ մենք կխուսափենք ձերբակալել այդ լցանավերը։ Ռուսաստանը շատ հետաքրքիր հայտարարություն արեց Ռյաբկովը փող արտգործնախարարը Ռուսաստանի, անհավատալի բան։ Ինքը հայտարարեց, որ Ռուսաստանը չի խափի Կուբային ու միջև վերջ կփորձի Կուբային աջակցել։ Ինքը երկար բարակ խոսում էր, ասում էր, որ մենք խափեպաչ ենք, մենք չենք գցի, չենք դավաճանի Կուբային։ Ու ես մի հարց ուզում ձեզ տալ։ Այդ ինչի արդարանում է Ռուսաստանը։ Ինչու՞մ է խնդրեմը։ Ուզում է Ռուսաստանը կաջակցի Կուբային, Կուբան գտնվում է լիակատար ծովային շրջափակման մեջ Միացյալ Նահանգների կողմից, էներգետիկ ծանրագույն վիճակում է, մի լցանավ Ռուսաստանը ուղարկեց, Թրամփը համաձայնվեց, բայց այդ կոշտ շրջափակումը շարունակում է, ծանրագույն վիճակում է գտնվում Կուբան, ու Թրամփը ասում է, որ չանցկացնեն ռազմական գործողություններ Կուբայի դեմ, Կուբան պետք է հանձնվի, Ռուսաստանը արանքում իբր ուզում է աջակցել, բայց ինչու՞մ է հարցը, կամ աջակցեք, կամ մի աջակցի, ինչու եք արդարանում, ինչու եք ասում, այ Կուբան մենք չենք հանձնի, քանի որ Ռուսաստանը քցող քաղաքականություն է վարում, քցողի դերում է, քցեցին Հայաստանը կոպիտ ասած իր դաշնակցություն 2020 թվին, 2023 թվին չաջակցեցին, քցեցին Ասադին, Սիրիայի ժողովրդին, հանձնեցին ուրիշներին Սիրիան, վերջի ակնհայտ օրինակը դա Վենեսուելա, հիշում եք Մադուրոյի դեպքում Ռուսաստանը հայտարարում էր, որ թույլ չի տա Տրամփին, որ Տրամփը գործողություն ծավալի Մադուրոյի դեմ, Վենեսուելայի նախագահի Տրամփը ձերբակալեց, տարավ Ամերիկա, հիմա դատում է բոլորին քցում է Ռուսաստանը։ Դրա դիմաց բան ստանում է։ Օրինակ Վենեսուելայի դեպքում Ռուսաստանը քցեց Մադուրոյին, ինչի դիմաց, որ ամերիկացիք աչքերը փակեն, երբ որ հիշում եք Ռուսաստանը իրար հետևից ռմբակոծում էր Կիևը։ Իրանին դավաճանեց Ռուսաստանը, երբ որ Թրամփը ասեց ես մասամբ կհանեմ սանկցիաները Ռուսաստանի նավթից ու հանեց, որ Ռուսաստանը չաջակցի Իրանին ռազմատեխնիկական ոլորտում։ Հիմա Ռուսաստանը արդարանում է աշխարհի առջև, որ ասում է այ Կուբայի դեպքում մենք կպաշտպանենք, կարող եմ հստակ ասել, ինչ որ բանի դիմաց իրանք կհանձնեն նաև Կուբան։ Էսա Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը, կարող ենք քննադատել, կարող ենք չհամաձայնվել, ես շատ դժգոհ եմ այն քաղաքականությունից, որ իրանք դավաճանեցին Լեռնային Ղարաբաղի հայերին,
չապահովեցին իրենց խաղապաներով անվտանգությունը մեր հայերի, շատ դժգոհ եմ։ Բայց այս է Ռուսաստանը այսօր բոլորը պետք է իմանաք։ Ես պետք է ասեմ, որ մեծ ու լուրջ դրական լուր Եվրոպայի համար, Հայաստանի համար, Ուկրաինայի, Մոլդովայի, ամբողջ դեմոկրատական աշխարհի համար, որ Վիկտոր Օրբանը պարտվեց։ Ինքը ծայրահեղ աջ պոպուլիստ, որը երկար ժամանակ վարչապետ է Հունգարիայի, ու Հունգարիան Եվրոմիության ՆԱՏՕ-ի անդամ է, դուք գիտեք, Հունգարիայի հասարակությունը դեմոկրատական հասարակություն է, դեմոկրատական տրամադրությունները այնտեղ իշխում են, պրոեվրոպական, բայց Վիկտոր Օրբանը պրո-ռուսական քաղաքական գործիչ էր Հունգարիայի ներսում, այս վերջի իր խայտարակ այցելությունը Պուտինի մոտ, Վիկտոր Օրբանը շատ ու շատ Եվրոմիության նախաձեռնությունների բլոկ էր անում, վետո էր դնում, հիշում եք, անցած տարի մի տարի պահեց բլոկը շատ կարևոր ծրագրի Հայաստանի համար, Եվրոմիություն Հայաստան կապված ռազմատեխնիկական համագործակցության համար, կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Վիկտոր Օրբանը վետո դրեց ու չի թույլ տալիս, որ Եվրոմիությունը շարունակի օգնել Ուկրաինային, պարզը բավական ադիոս դեմք էր ու այս անգամ այս ընտրությունների Հունգարիայի ժողովուրդը ոտի կանգնեց։ Հունգարիայի ժողովուրդը ընտրեց Պետեր Մադիարին, որը մի ժամանակ նույն կուսակցության անդամ էր Վիկտոր Օրբանի, այս իր կուսակցության անդամ էր Վիկտոր Օրբանի Ֆիդեսի, բայց հետո անջատվեց, տարաձայնություններ 2024 թվականից սկսվեցին Պետեր Մադիարի եւ Վիկտոր Օրբանի միջև ու Պետեր Մադիարը գլխավոր ընդդիմադիր տեխնացու էր այս ընտրություններին։ Պետեր Մադիարը գրեց, հավաքեց 40 մոտավորապես 6% ձայներ ու պարլամենտում ունեցավ մեծամասնություն։ Հիմա ինքը ունի 135 մանդատ պարլամենտում Հունգարիայի, Վիկտոր Օրբանի կուսակցությունը Ֆիդեսը ունի միայն 57 մանդատ։ Ջախջախիչ հաղթեց ջախջախիչ արդյունքներով Պետեր Մադիարը ու ջախջախիչ պարտության բերեց Վիկտոր Օրբանին։ Շատ լավ լուր նորություն։ Այո, Պետեր Մադիարի քաղաքականությունն էլ բավական բարդ քաղաքականություն է, Պետեր Մադիարը ունի դիտողություններ Ուկրաինայի քաղաքականության, բայց ինքը պրո-եվրոպական քաղաքական գործիչ է, ինչը շատ կարևոր է։ Օրինակ Պետեր Մադիարը համարում է, որ Հունգարիայի կախվածությունը Ռուսաստանի գազից եւ նավթից պետք է կրճատել ու հասցնել զրոյի։ Ուրեմն այդ լուրը միանշանակ դրական լուր է նաեւ Հայաստանի համար։ Այո, Հունգարիայի ժողովուրդն է որոշում ընդունում, բայց պարզ է մենք փորձում ենք գնահատել այս process-ը, որը գնում էր Հունգարիայում։ Ազատվեց նաեւ Եվրոպան այն քաղաքական գործիչին, որը ներսից պայթեցնում էր Եվրոմիությունը։ Ի վերջո Հայաստանն էլ գնում է դեպի Եվրոմիություն, քաղաքական որոշում կա, ու մեզ կարևոր է, որ միասնական լինի Եվրոմիությունը։ Ու գլխավոր ջարդողը այս միասնությունը դա Վիկտոր Օրբանն էր, հիմա ինքը չկա, պարտվեց, դուրս եկավ խաղից։ Հիմա Հայաստանի հետ կապված 1-2 հարց։ Դուք գիտեք, ես ձեզ հետ շատ եմ քննարկել այդ հարցը ու դիմում էի մի քանի անգամ նաև հանդիպումների ժամանակ տարբեր պաշտոնյաներին, որ այս մեր ավտովթարների հարցերի հետ կապված պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարվեն, լուրջ քայլեր արվեն։ Ցավում եմ, որ ավտովթարների այն մեր ճանապարհներում զոհվում են մեր քաղաքացիները։ Պատկերացնում եք ավտովթար, որտեղ որ մեկ ընտանիքից 4 անդամ զոհվեցին։ Ցավակցում եմ այդ մարդկանց, բոլոր հայերին ցավակցում եմ, որ մենք մեր քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության հայեր լինեն, այլ ազգի ներկայացուցիչներ կորցնում ենք խաղաղ կյանքի ժամանակ, շատ ցավակցում եմ։ Հիմա մյուս վթար ուրեմն մեր ոստիկանության գվարդիայի պատկանող ավտոբուսը վթարի ենթարկվեց ու մեկ
ոստիկան մեր զոհվեց, 12-ը հիվանդանոց հասցվեցին, վիրավորված է։ Ահա որ իրավիճակ է, այո, արձագանքեց վարչապետ Փաշինյանը, բայց իմ ասածը այլ է։ Այս ձևի հարցեր չեն լուծվում մեկ հրամանով։ Այս կոմպլեքս պետք է լուծվեն այդ հարցերը, քանի որ ավտովթարները տարբեր պատճառներով լինում են։ Ալկոգոլի տակ նստած ղեկին մարդ, ալկոգոլի ազդեցության տակ, այդ դեպքերը շատ են, իմիջիայլոց ասեմ ձեզ, անսարք մեքենաներ, բարձր արագություն, ուրեմն այստեղ կոմպլեքս պետք է եւ հասարակության հետ պետք է աշխատել եւ պատկան մարմինները, նաեւ ոստիկանությունը, նաեւ մեր ավտոտեսչության այս կոմպլեքսը պետք է աշխատի, բայց ոնց կարելի է այդքան կորցնել մեր քաղաքացիներին ու այդքան ավտովթարների քանակ մենք ունենք, անթույլատրելի է դա։ Հիմա հիբրիդային երկու օրինակներ հիբրիդային պատերազմի, որը Ռուսաստանը սկսեց Հայաստանի դեմ։ Վաղուց է դա գնում է, բայց հիմա նախընտրականում էլ ավելի երևում է։ Ուրեմն Ռուսաստանը հիմա տարբեր ձևերով ճնշում է Հայաստանը։ Ու ձևերից մեկը նա է, որ Ռուսաստանում ապրող մեծ թվով հայերին դեպորտ են անում, ուղարկում են հետ Հայաստան։ Քաղաքացի են իրանք, Ռուսաստանի, Հայաստանի նշանակություն չունի, ասենք գտնում են ինչ-որ սխալ արված այդ մարդու կողմից, կամ նույնիսկ եթե սխալ չկա, վերցնում են, խփում են դեպորտը, ուղարկում են։ Այդ երևույթները նախկինում էլ կային, հիմա ավելացան, բայց ամենակարևորը ոչ օֆիցիալ հայերին ասում են, գիտեք ինչ է, այ ձեր Փաշինյանը, վարչապետը սխալ խոսեց Պուտինի հետ Մոսկվայում ապրիլի 1-ին, այ դրա համար մենք դեպորտ ենք անում, ու այս ձևի մարդ մոտիկացավ Նիկոլ Փաշինյանին, դու գիտեք Նիկոլ Փաշինյանը ամեն շաբաթ կիրակի գնում է շրջաններ, հանդիպում է մարդկանց հետ, ինչը կարելի է միայն ողջունել, բայց մարդկանցից մեկը մոտիկացավ մի տղամարդ, պատմեց իր պատմությունը ու ասեց, հիմա ամեն ինչը ինձ մոտ տունը, բանը, սախ Ռուսաստանում է ընտանիքը, բայց ինձ այնտեղից դեպորտ արեցին, քանի որ դուք վարչապետ սխալ քաղաքականություն եք վարում ու հիմա ես այս վիճակում եմ։ Բայց մենք չպետք է դառնանք Ռուսաստանի հիբրիդային պատերազմի զոհ։ Մեր պետությունը չպետք է մեր շահերից հրաժարվի դրա պատճառով։ Ու իմացեք, որ այս ձևի դեպքեր կավելանան, դա պետք է իմանա մեր հասարակությունը ու նաև ղեկավարությունը։ Դες քաղաքականությունը դեպի սուվերենություն պետք է շարունակել, ինչքան էլ չօգտագործեն ու ծանր վիճակի մեջ չգցեն մեր հայերին ապրող Ռուսաստանում։ Քանի որ Հայաստանը չպետք է դառնա գերի Ռուսաստանի այս ձևի պրովոկացիան քաղաքականությանը։ Նու Ռուսաստանը նաև վերսկսեց, վերաթարմացրեց, հիշում եք Ջերմուկ ընկերության դեմ այդ գործը, քանի որ 2024 թվին մահացավ մի քաղաքացին, որը Ռուսաստանում խմեց ջերմուկ այդ մեր հանքային ջուրը ու Ռուսաստանում գործ հարուցեցին, հետո փակվեց այդ գործը կամ կիսափակվեց, հիմա նորից վերականգնում են այդ գործը, ինչու՞։ Ուզում են ճնշում գործադրել մեր բիզնեսի վրա, փակելով գործը, ստեղծելով խոչընդոտներ մեր ապրանքների համար մտնող Ռուսաստան, ուզում են նեղ վիճակի մեջ գցել, ուզում են, որ այսօրվա իշխանություններից դժգոհ մասան ավելի շատ լինի, որ ընտրությունների ժամանակ պրոռուսական ուժերը հաղթող դուրս գան։ Իմացեք նաև այս երևույթների ու քայլերի մասին Ռուսաստանի կողմից։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը, մինչ նոր հանդիպումներ։